Արարատ ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի սաներին առավելապես հետաքրքրում են բանակի խնդիրները։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը նրանք առաջարկել են ռազմական ինստիտուտում ավելացնել ռազմահայրենասիրական առարկաների դասաժամերը։ Հայաստանը մի տարածաշրջանում է, որին ուղղված են շատ սպառնալիքներ, դրանք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են մեր պետությանը։ Պաշտպանության նախարարն ու նրա երիտասարդ հյուրերը խոսեցին սպառնալիքների, դրանց հակազման միջոցների, բանակում կատարվող բարեփոխումների հարցերի մասին։ Հակառակորդի քանակին պետք է որակով հակադրվել, ասաց Սեյրան Օհանյանը, համաձայնելով, որ բանակում թերություններ կան։ Դեպքեր են լինում, որ սպաները զինվորների հետ անարդար են վարվում, կամ 18-ամյա զորակոչիկը ձգտում է բանակում փողոցային բարքեր հաստատել, կան գեներալներ, որոնք հասարակության մեջ բարի համբավ չունեն։ Իմ համար եւ մեզ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ լինում են անարդարություններ։ Ամենայն դեպս ես երիտասարդների առջև այսպես խոսք եմ տալիս, որ ինչքան որ Օհանյան Սեյրանը կլինի պաշտպանության նախարար, նրա գործունեության ուղղություններից մեկը լինելու է արդարության, օրինականության համար տարվող պայքարը։ Ըստ նախարարի, ռազմահայրենասիրական դաստիարակության պատասխանատուն պետք է լինեն ոչ միայն ռազմագիտության, այլև մյուս առարկաների ուսուցիչները։ Պատմությունն ապացուցել է, որ հայ ժողովուրդը ավելի մեծ թշնամի, քան պառակտումն է, չի ունեցել։ Վտանգի պահին մենք միասնական ենք, բայց խաղաղ պայմանները ոչ լիարժեք ենք օգտագործում ապագա վտանգներին, սպառնալիքներին դիմագրավելու համար։ Աճող սպառնալիքների պայմաններում միասնությանն այլընտրանք չկա։ Թուրքիան հայ-թուրքական սահմանով մեկ մի ամբողջ բանակ է պահում, որի մի քանի ստորաբաժանումներ հարձակողական բնույթի են։ Բաքուն պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում, կարոզչական պատերազմ մղում, կեղծում պատմական փաստերը։ Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները սկսվել են դեռ անցյալ դարի 80-ականներից եւ մեկ անգամ այդ պետությունը արդեն դիմել է խնդրի լուծման ռազմական միջոցին։ Այսօր Ադրբեջանն ասում է մենք մարտական գործողությունների ենք, ուժի միջոցով ենք լուծելու Արցախի հարցը, ուժի միջոցով Արցախի հարցը լուծված է։ Հիմա պետք է դիվանագիտորեն այդ հարցը հասցնել իր վերջնական բանին։ Ըստ ուսանողների ռազմական ինստիտուտում ռազմահայրենասիրական առարկաները քիչ են դասավանդվում, մինչդեռ մյուս երկրների ռազմական բուհերում դրանց վրա մեծ շեշտադրում է արված։ Սեյրան Օհանյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել նաև այդ հարցը։ Կոնստանտին Ամիրաքյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։